որպես մեղադրյալի պատասխանատվությունը և ներառմացնող ծանրացնող հանրամասներ գործող արկա չէ։ Որպես մեղադրյալ աչափայինի անձը բնութագրող տվյալ գործի քննության ընթացքում պարզվել և դիտվում է դրա կողմից նախկինում դատապարտված չլինելը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի մասով սահմանված են պատժի նպատակները։ Սոցիալական արդարացման վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը և հանցագործությունների կամքումը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին մասով սահմանված է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ։ Նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության պատճառված վնասի բնույթով և չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, շարժառիթներով և նպատակներով, դիտավորության կամ անզգուշության տեսակով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներով։ Քննարկվող դեպքում մեղադրյալին ներսագրվում է դիտավորության սահմանադրական կարգավորումների և պետության անվտանգության դեմ ուղղված միջին ծառայության հանցագործության կատարումը։ Ելնելով վերշարադրվածից պատժի նպատակներն ապահովելու արդարացի նկատառումներից ելնելով միջնորդում են մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աչափայինի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով հաշվարկելով մեղադրյալի կողմից փաստացի արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։ Հանցագործության պատճառված գույքային վնասը առկա չէ, գույքային հայց չի ներկայացվել, բռնագրավման ենթակա և արգելանքի տակ գտնվող գույք առկա չէ։ Գրավոր ապացույցները միջնորդում են թողնել քրեական գործի նյութերում։ Իրեղեն ապացույցները առկա չեն, կիրառված խախտման միջոցը թողնել ամփոփող, մինչև դատավճիռ օրինական ուժի մեջ մտնելը, իսկ վարակային ծախսեր առկա չեն։ Շնորհակալություն։